Բարեձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարեձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Աբու Դաբի հանդիպանը անդրադառնանք Ալիև Փաշինյան մրցանակաբաշխության ընդհանրապես ինչ կատարվեց դեմ արդեմ հանդիպմանը նախորդեց նաև պատվիրակությունների կազմով հանդիպումը եւ պարոն Առաքելյան բավականին այսպես ասած ծաղկաբույլ պատվիրակություններ արտգործնախարար մի խոսքով Հաջիև Բայրամով մի կողմից դեմքեր էին ամեն դեպքում այս հանդիպման ժամանակ եւ Ինչ է նշանակում այդ պատվիրակությունների ներկայությունը, այդ փակ հանդիպումներ կամ ընդհանրապես խոսակցությունների ինչի մասին են եղել, ինչ հարցեր են քննարկել, հատկապես որ փորձագետները հիշեցնում են, որ Աբու Դաբիում 1 տարի առաջ հուլիսի 10-ին եղավ եւս մեկ հանդիպում նմանատիպ 5 ժամ այդ բանակցությունները ընթացան, որից հետո հետևեց Վաշինգտոնյան այդ օգոստոսի 8-ի համաձայնագիրը։ Մի քանի օրից էլ փաստորեն դիվերսի այցն է տարածաշրջան նախատեսում, արդյոք այստեղ տեսնում եք կապ երկու հանդիպումների միջև ինչ որտեղ նմանություններ եւ սա ինչով էր պայմանավորված եւ ընդհանրապես մրցանակաբաշխության հետ կապված կա տեսակետ, որ ճիշտ է եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն խաղաղություն է, նույնը հաստատեց Ալիևը, որ ընդհանրապես 6 ամիս է, որ իրանք խաղաղության մեջ են ապրում, ամեն դեպքում այս պահի դրությամբ մենք Արցախից ստանում ենք, Բաքվից ստանում ենք արդեն Լեռնային Ղարաբաղի այդ մեր հրապարակվեց մեր գերիների այդ դատավճիռները, ՑՄԱ ազատազրկումները։ Մի խոսքով այս ֆոնի վրա այս մրցանակի ստանալը, այս հանդիպումները, խաղաղության պայմանագիրը կրկնված, ինչի մասին է խոսում։ Նախ մրցանակաբաշխությունից պետք է փաստենք, որ նաև այս մրցանակաբաշխությամբ միջազգային ճանաչում են նաև ստանում այն process-ը խաղաղության, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Սա իհարկե հեղինակավոր մրցանակաբաշխությունն է եւ բնականաբար սա նաև պարտավորեցնող է լինելու ու կարծում եմ նախ եւ առաջ ադրբեջանական կողմի համար, որ միջազգային հանրությունը ճանաչել է այս գործընթացը եւ դրանից հետ քայլ անելը նաև հեղինակազրկում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև այն միջազգային կառույցներին կամ միջազգային հանրությանը կամ տվյալ դեպքում նաև այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը հավատացել է այդ խաղաղությանը եւ այդ մրցանակը շնորհել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին։ Ինչ վերաբերում է պատվիրակության կազմերին, ապա տեսեք, այո, սա հնարավորություն էր նաև, որ երկու կողմերը պատվիրակության կազմերով, այսպես ամբողջական կազմերով, այն կազմերով, որոնք մշտապես ըստ էության տարբեր հարցերով շփումների մեջ են, դա եւ ուրեմն անվտանգության ոլորտի եւ սահմանազատման եւ տնտեսական հարաբերությունների, այսինքն այն հիմնական ուղղությունները, որով միշտ շփվել են կողմերը եւ այդ ուղղությունների պատասխանատուներն են եղել եւ ես կարծում եմ, որ սա նաեւ լավ առիթ էր, որպեսզի նաեւ այսպես ամբողջական կազմով, նաեւ երկրների ղեկավարների մակարդակով ներկայությամբ այդ հանդիպում լինի եւ քննարկում լինի, ես չեմ բացառում եւ բնականաբար ավելի հավանական եմ համարում։ Իհարկե այս ամբողջը նաեւ այդ ամբողջ խաղաղության գործընթացի համատեքստում է լինում, հիշեցիք Միացյալ Նահանգներին, JD Vance-ի այցին, իհարկե տարածաշրջանը ու հատկապես օգոստոսի 8-ից սկսված գործընթացը արդեն գործնական փուլ է մտել եւ բնականաբար կողմերը պետք է նաև շատ ավելի գործնական քայլերի դիմեն։ Մենք գիտենք Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանը պատրաստ է ուրեմն նաև սահմանների բացմանը, ուրեմն ապաշրջափակմանը, այստեղ մենք գիտենք որոշակի նաև Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն ես կարծում եմ, որ ժամանակի նման ընթացքի պարագայում, երբ որ այդ պրոյեկտները արդեն գործնական հողի վրա արդեն իրականություն են դառնում, սկսում են իրականացվել, այս իրավիճակում Ադրբեջանը չի կարող երկար ձգել ուրեմն գործընթացը կամ արգելակել գործընթացը Ադրբեջանը չի կարող, այսպես պատկերավոր ասած, հանդես գալ սպիտակ ագրավի կարգավիճակում, քանի որ հատկապես երբ որ գործ ունենք նաև Միացյալ Նահանգների ու հատկապես Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանում հետևություններ անում են եւ
կարծում եմ, որ գործընթացները շատ ավելի դինամիկ զարգացում կունենան։ Այո, այս գործընթացները միմյանց փոխկապակցված են, այս գործընթացները կարող են միմյանց փոխկապակցված լինել ու հաշվի առնելով նաև օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցած գործընթացներին, որոնք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները գործնական փուլի մեջ են ուրեմն մտցնում, ապա այս պարագայում ես կարծում եմ, որ այո, Հայաստան-Ադրբեջան, նաև Հայաստան-Թուրքիա այդ հարաբերությունները պետք է նաև համապատասխանեն այդ դինամիկային։ Եվ երկու հանդիպումների մեջ նմանություն տեսնում եք, որ ի վերջո որոշումները դա գնացին մինչև հասան Վաշինգտոն։ Անցած տարվա հանդիպումը Աբու Դաբիի եւ այս տարվա, ընդ որում այստեղ Ալիևը մի հայտարարություն արեց, որ երկու կողմերի կամքի շնորհիվ հասան խաղաղության։ Իհարկե խաղաղությունը դա միայն Հայաստանի ցանկությունը չէ, որքան էլ որ Հայաստանում շատերը փորձում են ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը կամ ներկայիս կառավարությունը ամեն գնով գնում է խաղաղության, ոչ, այդ խաղաղությունը պետք է նաև երկկողմանի եւ այդ խաղաղությունը եթե պետք չլիներ Ադրբեջանին, ապա ես համոզված եմ մենք չենք լինի հիմա այն իրավիճակում, ինչ իրավիճակում կամ այն հանգրվանում, այս բանը ինչում կանք եւ այն ակնկալիքները, որ ունենք եւ հետեւաբար այդ խաղաղությունը երկկողմանի երևույթ է ու դա պետք է նաև Ադրբեջանին, իսկ նմանությունների պարտավորված է գնում այս ամենին, դուք ասում եք, որ արդեն իր համար էլ սա պարտավորեցնող է այս մրցանակի վերցնելը նաև բարոյական նախ եւ առաջ բարոյական առումով պարտավորեցնող է, քանի որ սրանք եթե դուք նկատեցիք նաև արաբական աշխարհի արաբական աշխարհի եւ մահմեդական աշխարհի ինչպիսի հեղինակավոր մարդիկ էին այնտեղ ներկա եւ սա նաև, այսինքն սա նաև այդ մարդկանց կողմից, նաև այդ մարդկանց ներկայությամբ հանձնված մրցանակ է, որը այո բարոյական առնվազն բարոյական առումով պարտավորեցնող է, քանի որ մարդիկ եթե այս որոշումը կայացրել են ու մրցանակը շնորհել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, ապա դա եղել է երկար անալիզի, երկար քննարկումների արդյունքում, որ մրցանակաբաշխությունը տալիս են այնպիսի երկրների ու նրանց առաջնորդների, որոնք այդ խաղաղության գործընթացը հետ չեն պատտի եւ ընդհակառակը առաջ կգնան։ Հիմա փաստորեն 3 մրցանակը վերցրեց Ալիևը, այսօր Բաքուն հրապարակում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը։ Սա այս հարցը ինչպես պետք է լուծվի, ընդ որում միայն իրենց մասին չէ խոսքը։ Մենք գերիներ ունենք դեռ Բաքվի բանտերում։ Իհարկե թեման շատ նոր թեմա է, նաև խոսելու, հանրային քննարկելու, բայց նախկին հասարակությունն էլ այս ամենին նախկին պրակտիկաներից մենք տեսել ենք, որ այո Բաքվում դատական process-ները եղել են, բայց հետո այդ մարդիկ ազատ են արձակվել, փոխանակվել են եւ այլն եւ այլն։ Մենք այս վերջին տարիների նման էլի դեպքերի ականատես եղել ենք եւ ես իհարկե չեմ կարող շատ բան խոսել, բայց հույս ունեմ, որ այս ամենից հետո որոշ ժամանակ հետո այդ մարդիկ ազատ կարձակվեն եւ կվերադառնան Հայաստան։ Հիմա քանի որ հանրությունը եւ քաղաքական աշխարհը սպասում է Դիվենսի տարածաշրջանային այցին, այդ այցի հետ ինչ հույսեր ունենք մենք, ինչ հույսեր ենք կապում։ Դե ըստ էության Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը դա ըստ էության պատմական այց է լինելու եւ ես կարծում եմ, որ եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգներից ավելի բարձր պաշտոնյա երբևէ, եթե չեմ սխալվում, հիշողությունից չի դավաճանում, կարծեք թե Հայաստանում նման այցով չի այցելել, առավել եւս երբ որ մենք այսօր ունենք արդեն Միացյալ Նահանգների հետ ստորագրված հաստատված ռազմավարական գործընկերությամբ հաստատող Միացյալ Նահանգների հետ ունենք նաեւ այն TRIP-ի հետ կապված փաստաթղթերը, այլ համաձայնագրեր վերջերս օրեր առաջ նաև Վաշինգտոնում տեղ ունեցավ Արարատ Միրզոյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումը եւ հրապարակվեց հայտնի այդ շրջանակային փաստաթուղթը եւ դրա տրամաբանական շարունակությունն է, որ այդ պրոյեկտները արդեն գետնի վրա պետքա ռեալ արդեն ուրեմն հաստատղտավորվեն, հա, այսպես ասենք, դրա մասին խոսել է նաև Միացյալ Նահանգների նախագահը, գրել է իր սոցիալական ուրեմն հարթակում, որ Հայաստանի հետ ուրեմն կնքվելու է եւ TRIP-ի հետ կապված եւ խաղաղ միջուկային էներգիայի հետ կապված եւ կիսահաղորդիչների հետ կապված, այսինքն սրանք շատ կարեւոր ռազմավարական ոլորտներ են, որոնք
տրամադրում է Միացյալ Նահանգները Հայաստանին եւ որոնք Հայաստանի պոտենցիալը տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական մի քանի անգամ բարձրացնելու են, քանի որ հասկանալի չէ, երբ որ խոսքը գնում է կիսահաղորդիչներից, ոչ բոլոր երկրները ունեն այդ հնարավորությունները ունենալ ամերիկյան տեխնոլոգիաները եւ զարգացնել իրենց արհեստական բանականությունը, բարձր տեխնոլոգիական ոլորտը։ Այդպես չի գնահատում իրավիճակը։ Հուշում են, որ Բաքվին ավելին է տրվում այդ ռազմական տեսեք, Բաքվին ուրեմն Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես եղել են կապված Կասպից ծովի ավազանի անվտանգության վերահսկողության հետ։ Մենք նույնիսկ 44 օրյա պատերազմում ու ընդհանրապես հայ-ադրբեջանական ցանկացած բախման ժամանակ երբեք չենք տեսել ամերիկյան զենքը, զուտ ամերիկյան զենքը Հայաստանի դեմ կիրառվող այն զենքը, որը ամերիկան տվել է կամ այն պաշտպանական միջոցը, որը ամերիկան տվել է Ադրբեջանին, դա օգտագործվի Հայաստանի դեմ։ Դա մենք չենք տեսել եւ համոզված եմ չէ լինելու, եւ այդ համագործակցությունը հիմնականում եղել է Կասպից ծովի ավազանի կապված Իրանի հետ, եւ այդ հայտարարության մեջ էլ ասվում է, որ այնտեղ ինչ որ մոտորանավակների, բրոնեժիլետների եւ այլնի նմանատիպ հարցեր է, բայց չգիտես ինչի ընդդիմությունը ուրեմն չի տեսնում, որ Հայաստանի շատ ավելի լուրջ ոլորտների համագործակցության առաջարկ է արվել կիսահաղորդիչների, արհեստական բանականության, Nvidia-ի այդ հայտնի ուրեմն չիպերի, որոնք այսօր աշխարհում առաջինն են եւ իրենց հնարավորություններով, չգիտես ինչի ընդդիմությունը դա չի դիտում եւ տեսեք, այստեղ էլ շատ կարեւոր բան կա, նաեւ երբ որ համեմատում ենք, այդ նույն ընդդիմությունը, որը առաջ է մղում ռուսական մոդելի ամեն ինչ կլինի քաղաքականությունը, կլինի տնտեսությունը, կլինի տեխնոլոգիաները, զենք, զինամթերք, նույնիսկ մարդկային հարաբերությունները եւ մշակույթը, մենք կարող ենք համեմատության մեջ տեսնել, թե այդ իրանց առաջ մղածը եւ այն ինչ որ այսօր մեզ պատրաստ են տալ, ինչպիսի տարբերություն կա։ Այսօր աշխարհը զարգանում է այո արևմտյան ու հատկապես ամերիկյան տեխնոլոգիաներով եւ նույնիսկ գերհզոր էլի Չինաստանը շատ բաներ վերցրել է եւ փորձում է այսօր էլի վերցնել Միացյալ Նահանգներից։ Ու այսօր այդ մարդիկ փորձում են այդ հարաբերությունները արգելակել, որպեսզի մենք հետ գնանք ուրեմն քարեդար, այդ իրանց նույն ուրեմն պաշտպանված կամ Ռուսաստանը, որին այդքան իրենք գովում են, այսօր նույն Ռուսաստանը էլի, չգիտեմ, այլ երկրներից լվացքի մեքենաներ է առնում, չգիտեմ, այլ տեխնիկա է առնում, որպեսզի քանդի մեջի այդ կիսահաղորդիչները հանի իր սպառազինության մեջ օգտագործի։ Այսօր այս մարդիկ եկել են, օրինակ Ռոբերտ Քոչարյանի բերանով ասում են, որ այստեղ Միացյալ Նահանգները շահ չունի, չի զրո տնտեսական շահ։ Ընդ որում դա ասում է մի մարդ։ Սերժ Սարգսյանն էլ ասում է, չեմ հասկանում ընդհանրապես դա ինչ է, մի օր խաչմերուկ է, մի օր ճանապարհ է, ջանցք է։ Չէ, փաստաթուղթը չլինի, ռիսկերի մասին չի կարող։ Դե գոնե Սերժ Սարգսյանը մի քիչ այսպես Սերժ Սարգսյանի ասացի մեջ ինչ ասում Ռոբերտ Քոչարյան, մարդ, որը հանդիսացել է ռուսական խոշոր կորպորացիայի վարձու աշխատողը, մարդ, որը այսօր այդ նույն կորպորացիայից թեկուզ փոքր բաժնե մասերով շահույթներ է ստանում, այսօր մի տեսակ շատ ավելի է մտածում ամերիկյան շահերի մասին, քան Միացյալ Նահանգները, այսինքն Միացյալ Նահանգները այստեղ որևէ շահ չուներ, տնտեսական եւ այլն, ու այսօր եկել է այստեղ բազմամիլիարդանոց ներդրումներ անում։ Իհարկե ցավալի է, որ մարդը, որը ունի նման աշխարհաքաղաքականության վերաբերյալ նման ուրեմն գիտելիքներ եւ մոտեցումներ, այդ մարդը 10 տարի ղեկավարել է Հայաստանը ու այսօր էլի հավակնում է ուրեմն Հայաստանում իշխանությունը։ Բայց խղճի տեսակետից, ինչպես ինքն է ասում, Նիկոլ Փաշինյանը խիղճ ունեցել ընդհանրապես ստացել է մոնոիշխանության ձևավորելու հնարավորություն։ Ինչպես ներողություն։ Խիղճի մասին է խոսում եւ ասում է Նիկոլ Փաշինյանը խիղճ չի ունեցել ընդհանրապես եւ ստացել է մոնոիշխանություն ձևավորելու հնարավորություն։ Այդ առումով ընդհանրապես ցանկացած հարցի առումով տվյալ անձը Ռոբերտ Քոչարյանը խղճի հետ կապված որևէ այսպես խոսք չպետք է ասի, կլինի իշխանության ձևավորման, կլինի, չգիտեմ, անձնական հարստության դիզման, կլինի իր տարիների քաղաքական սպանությունների, բանակն է քանդել, քաղաքացիական պայմանագիրը 8 տարիների ընթացքում մասնատել։ Ես ինքս ծառայել եմ այնպիսի ժամանակահատվածում, երբ որ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը 2005-ից 7 թվականներին իր նախագահության գրեթե պիկն էր արդեն, այն ինչ որ կարող էր անել արդեն պետք է հասցրած արածելներ, եթե չեմ սխալվում այդ ժամանակ ուրեմն
պաշտպանության նախարար երևի Սերժ Սարգսյանը կամ արդեն վարչապետ էր, Սերյան Օհանյանը գլխավոր շտաբի պետ արդեն եկավ այդ տարիներին նշանակվեց, այդ տարիներում էլի լուրջ պոստեր, նույն Խաչատուրովը, այսինքն այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են բանակից ու այն մարդիկ, ովքեր այդ ժամանակներում կառուցել են այդ ուրեմն բանակը։ Ես ծառայել եմ հանդեպ քրեական գործեր կան, ես ծառայել եմ բայց տարբեր կարծես թե վերջը չի երևում, պարոն Առաքելյան, հանրությունը դա էլ է արդեն ակնածանոթ։ Հասկանալի է, հիմա մենք պետքա որոշենք կամ պետքա լինենք ուրեմն մեկ գրիչի հարվածով մարդկանց դատապարտող պետություն կամ պետքա դատա իրավական համակարգով անցկացնենք որպես ժողովրդարական երկիր այդ մարդկանց, ովքեր որ մեղավոր են, պատժվեն օրենքի խստությամբ։ Բայց ինչու դատել մի մարդու, ով տեսնում է իրեն այս իրավիճակի միակ փրկիչը։ Դե եթե լսում են կամ եթե մարդիկան կարդացել են Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ինքը, չգիտեմ, ուրեմն Սուտլիկ Որսկանի այդ պատմություններին շատ ավելի մոտ պատմություններ է պատմում, որ մենակով ինքը, չգիտեմ, կրել է Արցախյան պատերազմը, եթե ասենք հավատանք իրան, որ ինքը լավագույն նախագահն է եղել, ինքը լավագույն փորձ ունի, որ կարող է Բարեկի խնդիր չեն ունեցել։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը կառավարել է մի տարիների 98-ից 2008 թվականին, երբ որ Հայաստանը պատերազմը ավարտել էր, ընդ որում հաղթած, Հայաստանը դուրս էր եկել էներգետիկ այդ ճգնաժամից եւ ամենակարևորը Ռոբերտ Քոչարյանը կառավարել է համաշխարհային տնտեսության զարգացման թերևս ամենավերջին երևի 100-ամյակների լավագույն տարիներում է կառավարել եւ 2008-ից մենք տեսանք թե ինչպիսի կոլապս ապրեց համաշխարհային տնտեսությունը, այդ կոլապսը շատ ավելի մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի Հանրապետության վրա։ Ընդ որում 2008-ին Հայաստանը ապրում էր այն տնտեսական մոդելով, որը կառուցել եւ թողել գնացել էր Քոչարյանը։ Ու Հայաստանը, եթե չեմ սխալվում, աշխարհի տվյալներով համար առաջին տնտեսական բացասական էֆեկտն է ունեցել։ Իսկ դա Քոչարյանի ստեղծած տնտեսությունն է եղել։ Եվ Քոչարյանը այսօր, այսինքն ինքը լավագույն ժամանակներում կառավարել է, երբ որ այդ 10 տարին պետքա օգտագործել մաքսիմալ, այդ 10 տարում Հայաստանի տնտեսությունը պետքա ուրեմն թրիշկային ոտքի հանել, ոչ թե էլի մի քանի շինարար, տեսեք, ել եմ ասում, Արցախը պահվել է այդ հաղթանակի իներցիայով։ Արցախը պահվել է այդ հաղթանակի իներցիայով։ Երբ որ վերջացավ այդ հաղթանակի իներցիան, իսկ դա էլի վերջացավ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից, երբ որ Ռոբերտ Քոչարյանը վերցրեց գրեթե հավասար կամ մի բան էլ ավել ռազմական բյուջեով պետություն եւ Ռոբերտ Քոչարյանի արդեն իսկ կառավարման տարիներից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը սկսեց արդեն շատ մեծ լինել, ահա այդ ժամանակվանից, երբ որ այդ իներցիան արդեն վերջացավ, մենք ականատես եղանք, թե ինչպես է տնտեսապես հետ զարգանում Հայաստանը եւ ինչպես է տնտեսապես առաջ զարգանում ուրեմն Ադրբեջանը։ Դե կասեն Ադրբեջանը նավթ ունի, այո, Ադրբեջանը նավթ ունի եւ այդ հաշվարկը պետք է ունենային եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որպեսզի ստեղծեին ոչ թե փակ կլանային տնտեսություն, բաժանային տնտեսություն ու մի քանի ընտանիքների վրա, այլ բաց մրցունակ տնտեսություն ստեղծեին, առավել եւս երբ որ մենք ունենք փակ սահմաններ, փակ հնարավորություններ, պետք էր օգտագործել մեր տնտեսական ու մարդկային ներուժը մաքսիմալ։ Իսկ ինչ տեղի ունեցավ այն, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը լքեց շուտ 600,000 մարդ, այսինքն 600,000 մարդ անդառնալիորեն հեռացավ Հայաստանի Հանրապետությունից։ 600,000 մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ստիպված այդ ստեղծված պայմաններից ելնելով, ուրեմն հայրենազրկվեց։ Ես երբեմն օրինակ եմ բերում, ասում եմ հայրենազրկման առումով առաջին տեղում են երի թուրքերը, երկրորդ տեղում են ուրեմն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, երբ որ Հայաստանից հեռացան շուրջ 600,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա են արել այդ երկու անձի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ կորցրել են Արցախը եւ ջերմուկում նստած են ադրբեջանցիները։ Հարցս հետեւյալն է, Դիվենսի գալու տարածաշրջան իրականում դուք ասում եք պատմական իրավիճակ է ստեղծվելու եւ քննարկվելու են որոշակի հարցեր։ Արդյոք այդ տարածքների հարցը եւ գերիների հարցը հնարավոր է բարձրացնել եւ որոշակի ձևով առաջ գնալ։ Տեսեք, ես կարծում եմ, որ նաեւ այդ մասին Հայաստանի վարչապետն է ասել, տարբեր պաշտոնյաներ են ասել, որ այդ հարցերը
մշտապես իրենց ուշադրության կենտրոնում Եվ են եւ առիթը ամեն բաց չեն առիթի թողնի։ այդ հարցերը բարձրացնում են բնականաբար, բայց շատ ավելի հանրային օրակարգում ես կարծում եմ հարցերի մասին չեն խոսի, ինչ վերաբերում ջերմուկին մենք գիտենք, որ կլինի այդ սահմանազատման գործընթացը եւ դրա շրջանակներում այն տարածքները, որոնք մերն են, կլինեն մերը, այն տարածքները, որոնք Ադրբեջանին են, կլինեն Ադրբեջանը, ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ Ջեյդի Վենսի այցը շատ կարևոր ռազմավարական նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության համար, որը բնականաբար իր ազդեցությունը կունենա այդ ձեր բարձրացած հարցերի լուծման վրա։ Այսինքն Հայաստանի նշանակությունը տարածաշրջանում մեծանում է, Հայաստանի դերը տարածաշրջանում մեծանում է եւ շատ ավելի մեծ դերակատարություն ունեցող Հայաստանը տարածաշրջանում իհարկե շատ ավելի մեծ հնարավորություն կունենա իր խնդիրները լուծելու։ Եվ սա տրամաբանական է։ Դուրս գան կարճատև գովազդային դաթարի պարոն Առաքելյան եւ վերջում խոսենք այս պահի դրությամբ Արեն Սիմոնյանը փաստորեն Մոսկվայում է եւ այնտեղ ընթանում է Լավրովի հետ հանդիպումը։ Հարգելի հայրենակիցներ, հետեւեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Առաքելյան, այս պահին ընթանում է Լավրով Արեն Սիմոնյան հանդիպումը եւ մի քանի բան ենք հասցրել այդտեղից առանձնացնել։ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվայի համար տարօրինակ է լսել, որ հյուսիսից Հայաստանի Հանրապետությանը ինչ որ առասպելական սպառնալիքներ են հնչեցվում, այդպիսի բան չկա։
Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, Հայաստանի Հանրապետությունը չի փորձում ինչ-որ բան անել Ռուսաստանի որպես բարեկամ դաշնակից պետության, Ալեն Սիմոնյանն է հայտարարել, եւ Լավրովը համարում է, որ Եվրամիության անդամակցություն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանը կհարգի ամեն դեպքում Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Դրանից առաջ Լավրովն էլ հիշեցրեց, որ Մոսկվան իր ամանդական դաշնակիցներին թույլ չի տա, որպեսզի ենթարկվեն Միացյալ Նահանգների քմահաճույքներին, այդ երկրներից Սիրիա, Վենեսուելա եւ մենք էլ ենք։ Մի խոսքով Լավրովյան այս հայտարարությունները այս հանդիպումից ինչ է կակնկալում, նամանավանդ, որ Ալեն Սիմոնյանը Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարեց, որ հիբրիդային պատերազմ ասվածը բերեք փոխարինենք հիբրիդային հարձակումով, այս քայլը ետնահանջեր թե ինչ, այս հանդիպումը ինչին կհանգեցնի եւ ինչ հետեւություններ մենք պետք է անենք։ Դարապես ես կարծում եմ, որ ցանկացած հանդիպում կապ չունի թե ինչպիսի երկրի հետ ենք մենք հանդիպում, հակառակորդ, գործընկեր, բարեկամ թե ինչպիսի երկիր, եթե կան խնդիրներ, ապա այդ խնդիրները լուծվում են հանդիպումների եւ խոսակցությունների ընթացքում ժամանակ։ Ինչ վերաբերում է պարոն Լավրովի հայտարարությանը, որ ինքը այսպես առասպելական հարձակումները որակ է դա։ Չգիտեմ, օրինակ Սալավիովը կամ Դուգինը իրենց առասպելական այդ վիշապներն են, հա, երևի, որ կամ իրանք չեն հետևում իրանք պետական հեռուստաընկերությունների համար առաջին պրոպագանդիստներին, այսինքն այդ մարդիկ ըստ էության պետական աշխատողներ են եւ քարոզ են անում, առաջ են մղում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։ Կամ միգուցե այդ մարդկանց խոսույթը այնքան զազրելի է, որ նույնիսկ Լավրովը չի հետևում եւ տեղյակ չի, որ օրինակ Սալավիովը, Դուգինը եւ շատերը նման հայտարարություններ են արել։ Սա մեկ։ Երկրորդը կապված ԵԱՏՄ-ի հետ պետք է նշենք, նախ ֆիքսենք սա, որ այնպես չի, որ Հայաստանն է ժամանակին խնդրել գնա եւ դառնա Մաքսային միության, ապա նաեւ ԵԱՏՄ-ի անդամ։ Մենք գիտենք, թե դա ինչպես տեղի ունեցավ, մենք գիտենք, որ դա տեղի ունեցել նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, դա տեղի ունեցել ճնշումների արդյունքում, մեկ գիշերվա ընթացքում, երբ Եվրոպական միության հետ արդեն բանակցված ավարտված էր այդ ասոցիացիան համաձայնագիրը եւ մեկ գիշերում հայտարարվեց, որ Հայաստանը դառնում է այդ Մաքսային միության անդամ, ավելին մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարում էր, որ Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ-ի անդամ, քանի որ մենք ԵԱՏՄ-ի հետ չունենք ընդհանուր սահման։ Այս ամենից հետո հանկարծ մեկ գիշերվա ընթացքում Հայաստանին դարձրին ԵԱՏՄ-ի անդամ, այսինքն թող թանկ չծախեն մեր վրա, ժամանակին ուրեմն Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել ըստ էության ոչ իր կամքով կամ ոչ այդքան մեծ ցանկությամբ եւ հետեւաբար նաև պետքա այստեղ չներկայացնեն ԵԱՏՄ-ն մեր համար որպես, չգիտեմ, երկնքի մանանա։ Այո, տնտեսական համակարգ է, ասում են, շեշտում են, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանը ունի այսքան առևտրաշրջանառություն։ Բայց կներեք, այդ տնտեսական միության շրջանակներում ուրիշ միությունների կամ պետությունների հետ մենք ունենք սահմանափակումներ, մաքսատուրքերի եւ այլն, եւ բնական է, որ այդ շրջանակներում Հայաստանը ուրեմն իր առևտրաշրջանառությունը շատ ավելին պետք է լինի։ Եթե օրինակ Եվրոպական միության ազատ առևտրի այդ համաձայնագրի գոտումը լեր, բնականաբար Եվրոպական միության հետ կլիներ այդ առևտրաշրջանառությունը շատ ավելի շատ։ Իսկ ընտրության եւ չընտրության հարցում Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, այո, եթե մենք հասնենք այնպիսի կետի, որ պետք է այդ որոշումը կայացվի, այդ որոշումը կկայացվի, այդ որոշումը կայացնելու հարցը մեծ է լինելու նաև Հայաստանի հասարակության կարծիքը եւ հիմա բերես սա օրակարգ դարձնել օրակարգի առարկա, ես կարծում եմ սա պարզապես քաղաքական ճնշումների միջոց է ռուսական կողմից եւ այն շրջանակների կողմից, ովքեր սպասարկում են ռուսական շահերը Հայաստանի հետ կապված փաստորեն այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել ինչ է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում հարցը տրվել է Լավրովին։ Դե ՀԱՊԿ-ի պատմությունը հայտնի է եւ ՀԱՊԿ-ն փաստացի չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները եւ հետեւաբար Հայաստանը դրանից հետեւություն է արել, ավելին երբ որ դու որևէ անվտանգային կառույցում ես, ու այդ կառույցը
չի կատարում իր անվտանգային պարտավորությունները, սա զուտ այդ պարտավորությունները չկատարել չի, սա լրացուցիչ անվտանգային սպառնալիք է ստեղծում քո համար, քանի որ դու հույսը դրել ես այդ կառույցի վրա, այդ կառույցը անհրաժեշտ պահին քեզ չի օգնել։ Եվ այո, բնական է, որ դու պետքա այլ ուղղություններ ման գաս գտնես, որպեսզի հավասարակշռես այդ անվտանգության բացը։ Ոչ միայն ՀԱՊԿ-ն, մենք գիտենք, որ նաև ուղիղ Ռուսաստանի հետ կապված է հարցեր կան, կապված օրինակ զենքի գնման հետ կապված։ Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ 25 թվականին Ռուսաստանը 15 միլիարդ դոլարի ուրեմն զենք զինամթերք է արտահանել, կատարել է ուրեմն իր գործընկերների հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, ու չգիտես ինչու այդ մի քանի 100 միլիոնը, որ Հայաստանը վճարել էր, այդ չկար էլ է 15 միլիարդի մեջ, ու եթե իսկապես իրենք անկեղծ են ու ցանկանում են Հայաստանի հետ հարաբերություններ բարելավել, իրանք պետքա սկսեն այդտեղից ոչ թե ինչ որ օդի մեջ հայտարարություններ անեն, այլ Հայաստանը պետքա ընտրի, այո, Հայաստանը պետքա ընտրի, բայց կրկնեմ, Հայաստանը չի հասել այդ կետին, երբ որ պետքա ուրեմն այդ ընտրությունը կատարել, քանի որ գործընթացներ են գնում եւ ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ տեղի կունենա։ Օվերչուկներ հիշեցնում է, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության, եւ Հայաստանը պետք է ամեն դեպքում դա հաշվի առնի եւ տեսեք, երբ որ օրինակ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին ու Հայաստանը ասում էր, գիտեք, Ադրբեջանը մեր հակառակորդն է, զենքը օգտագործվելու է մեր դեմ։ Ես խոսում եմ զենքից, ոչ թե տնտեսական հարաբերություններից։ Հայաստանը այսօր տնտեսական հարաբերություններ է զարգացնում ԵՄ-ի հետ, քաղաքական հարաբերություններ է զարգացնում։ Որոշ կոմպոնենտով Եվրամիությունը օգնում է Հայաստանին իր զինված ուժերի կարողությունները ընդլայնելու, բայց դա Ռուսաստանի դեմ չի, բոլորս գիտենք։ Բայց այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին, ու մենք ու բոլորին հայտներ չէ, որ այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ, այդ մասին նույնիսկ նախկին իշխանությունները Սերժ Սարգսյանի ժամանակ բարձրաձայնել է, բայց ռուսները ասում էին ոչ մի բան այդպես առանձնահատուկ չկա, ուղղակի բիզնես է։ Այս մարդիկ այսօր կանգնում խոսում են, որ գիտեք Հայաստանը տնտեսական քաղաքական հարաբերություններ է զարգացնում։ Դե հիմա կրակն ենք ընկել, որ Ռուսաստանը երկիր մոլորակի վրա երևի պետություն չկա, որի հետ հարաբերությունները վատ է։ Ինձ թվում է պետք է Ռուսաստանը նստի մտածի, թե ինչու է այսպես։ Երևի թե այսօր այսքանով ավարտենք, պարոն Առաքելյան, իրադարձությունները գնալու զարգանում են, կհանդիպենք եւ այն ժամանակ արդեն գուցե այլ նորությունների մասին կունենանք տեղեկատվություն եւ կխոսենք այդ մասին։ Շնորհակալություն այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։